Այդ հանձնաժողովին տրվել են լիազորություններ, որոնք գործադիր լիազորություններ են։ Բազմաթիվ պատգամավորների դիմել եմ, ասել եմ կազմակերպեք, մտեք սահմանադրական դատարան։ Իմիջիալոց սրա մասին նաև կոնսուլտացիաներ եմ արել, մի րոպե ավարտեմ, Սադոյան։ Մի քիչ երկար ես ավարտում, դրա համար ես։ Քեզնից երկար չեմ կարող, ինչքան էլ ցանկանամ։ Արի այդ երկարության մասին չխոսենք։ Լավ, ասել։ Հիմա չես թողնում էլի։ Ինչ ներեգություն։ Մի րոպե մի հատ լսի, երբ սահմանադրականությունը կարևոր չի, դավաճանությունն է կարևոր։ Իհարկե, Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը դավաճանություն է, հիմա խոսենք սահմանադրականություն։ Ռոբերտ Նազարյան նովը, ոչ ոքա քո իշխանությունն է դավաճանությանը պարտադրել, Ռոբերտ Նազարյանը գործոն է։ Ուրեմն եթե ես նստեի քույրս Գիմիշյանի հետ ստեղ հարցած եւ մտածեի, որ ով արմանը իշխանությունն է կարևոր, ես չէի նստի ստեղ։ Հիմա կարևորը նաև մարդիկ են ոչ մենակ իշխանություն։ Մարդիկ հասկացա, բայց Ռոբերտ հիմք կա, որ դա հակասահմանադրական է, սահմանադրական դատարանի նախկին անդամների հետ եմ խորհրդակցել, նույն կարծիքին է։ Սրանից լավ ճանապարհ այս խնդիրը լուծելու։ Ավելի լավ ճանապարհ։ Ներողություն, հիմա հələ պատկերացնել ինչ է առաջարկում։ Երբ որ խնդիր կա, գաղութացնողից փոկել ազգայինը, երբ որ խնդիր կա, բաշխիր ցանցերը բիբինին տապալել իր գործած հանցագործությունների համար, մեկ էլ հանկարծ գնանք ուրիշ ճանապարհով, փորձենք պարզել, իսկ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը օրինական է թե ոչ։ Փորձենք պարզել նրա սահմանադրականության դրա ժամանակը չի, հիմա հանցագործներին պետք է պատժել։ Հրազդանի 5-րդ բլոկը, որ առանցին կազմակերպություն է, եւ բաշխի ցանցերը տրվեցին միաժամանակ Թալանի ռուսական կողմից, երբ որ հիմա խոսել Որոտանի կասկադի մասին, համաշխարհային երևույթ է, ռուսական երևույթ է։ Թալանը ռուսական երևույթ է, կրեմլի երևույթ է։ Դե որ այդքան միամիտես ես ինչ ասում։ Հələ պատկերացրեք ինչ ասում։ Թալանը համաշխարհային երևույթ է։ Դե հիմա մի րոպե մի հատ հանգստացի, ասեմ հետեւյալը։ Թալանը առաջ երթին կոռումպացված երկրի երևույթ է։ Բնականաբար ոչ ոք այստեղի նստածներից, նաև համոզված եմ դուք չեք կասկածում, որ այսօրվա Կրեմլը, Ռուսաստանը իրենց Աբրամովիչներով, մյուսներով հարյուրապատիկ ավելի կոռումպացված են, քան եվրոպական երկրները։ Իհարկե Թալան լինում է նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում էլ է լինում։ Մեր ամբողջ ընդերքը կողմից է Թալան։ Հիմա ում կողմից է։ Չի ես խոսում միայն մի բանի։ Որովհետև ես համոզված եմ, որ նա է մեղավոր։ Դու աշխարհաքաղաքական խնդիր ես բարձրացնում, մեղավորը օտարն է, Հայաստանի իշխանությունները, Հայաստանի սահմանադրությունը կապ չունի, մեղավորը Ռուսաստանն է։ Ներողություն, հələ պատկերացրեք հանցագործության ինչ աշճան։ Հենց այստեղ այս սեղանի վրա Հայաստանը գաղութացվում է, թալանվում է, և այստեղ խոսքը գնում է, հետո ինչ-որ թալանվում է, Հայաստանը գաղութացվում է, ներողություն մեր իշխանություններն են մեղավոր։ Բա ով է մեղավոր։ Ներողություն, հա։ Օտարն է մեղավոր։ Ուրեմն խորհրդային ժամանակներում Հայաստանում իշխանություններ։ Հետո։ Ով էր մեղավոր, որ Հայաստանը թալանվում էր։ Հայաստանի իշխանություններն էին մեղավոր, թե օտարը։ Իհարկե օտարը, որ նշանակում էր այդ իշխանությունը։ Լավ ձև է, էլի։ Ամեն ինչում օտարն է մեղավոր, մենք կապ չունենք։ Լավ, հիմա չես ամանչում։ Ուրեմն Հայաստանը գաղութացի, Հայաստանի ընտրությունները օտարի պատվերով կեղծվեն։ Հայաստանում ո՞ր օտարի։ Ռուսաստանի, Կրեմլի, Պուտինի։ Հայաստանի ընտրությունները ճանաչվել են Եվրոխորհրդի կողմից որպես քայլ առաջ։ Ինչ ես պատմում։ Ինչ եք պատմում, ստեղ եկել ես։ Ուրեմն ներողություն, հա։ Ուրեմն հլը պատկերացրեք, ներողություն բարտարի, հա։ Ես չեմ անում դու ինչում շահերն ես պաշտպանում են, չի անում։ Ես տեսնում եմ դու ինչի։ Ներողություն, ես հիմա հարցնեմ ձեզ, բոլոր ստեղ նստածներին, բա կարելի է այդպես։ Բայց ճիշտ ասում, Եվրոպան է պաշտպանել։ Իհարկե պաշտպանել է, մի քայլ առաջ է հայտարարել բոլոր ընտրությունները, այն դեպքում որ ամեն հաջորդ ընտրությունը Լավ կարելի է սենց սուտ ասել։ Իհարկե։ Ուրեմն Հայաստանում եղած ԱՊՀ բոլոր դելեգացիաները միայն գովերքել են այստեղի ընտրությունները, Հայաստան եկած բոլոր դեմոկրատական, այսպես ասած, բանները, հետևողները միշտ ասել են համ նալին են խփե համ մեխին, երբեք ուղղակի գովք
եվրոպական այսպես դիտորդների կողմից չի եղել։ Իսկ բոլոր ԱՊՀ երկրների Ռուսաստանի դիտորդների կողմից եղել է միարժեք գովք։ Լավ է դու փաստը։ Իհարկե փաստը, ոչ մի փաստ չկա։ Փաստը այն որ արևմուտքը պաշտպանել է ընտրությունները։ Բայց ես քեզ գիտեի նորմալ իշխանություններ։ Դու ինչի ես մի ներողություն, հիմա ում շահերն ես դու պաշտպան։ մեր երկրի Բիբինի։ Բիբինի չկապ ունի։ Ես ասում եմ մեր իշխանությունները հանցավորեն պետք է իրենք պատասխան տան։ Պատկերացրեք ինչը։ Ներողություն։ Բիբինից ես կպել, ես կպել եմ մեր իշխանություններին։ Դե հիմա Դու պաշտպանում ես մեր իշխանություններին մեղադրել Բիբինին ու Ռուսաստանը։ Որովհետև այնքան թույլ ես քու տրամաբանությամբ։ Հələ պատկերացրեք հետևյալը։ Ներապեմյանների։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Էս մեր դա ձեռը կտրի հերիքա դավաճանության հետ աշխանի հասնել արա։ Ուրեմն լավ գնա։ Եղավ, խոսեմ սովորեմ, որ կեղծեմ։